Հարգելի գործընկերներ, կարծում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովից որևէ իրավական ակնկալիք ունենալը դա ողջամիտ չէ, դա նույնիսկ միամտություն էլ չէ, չգիտեմ։ Այս կառույցը կարծում եմ իրապես որևէ մի իրավական հենք չի ուզում պահել, ցավում եմ շատ, ինչևէ Դավիթ Ղազենյանի դեպքում երկու միջնորդություններ ներկայացվել, երկուսն էլ բավարարել են, որ տեղեկացնեմ ձեզ, որևէ մի տվյալ չի եղել, նման միջնորդություն տևական ժամանակ չէի հանդիպել, շուրջ 12-13 օր բացառապես ազատության մեջ գտնվող անձը, ում վերաբերյալ քրեական վարույթի գրեթե բոլոր տվյալները, արդեն կարող եմ դա էլ պնդել, հանրային հասանելիություն ունեին հենց հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակումը կատարելու միջոցով, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ պետք է բավարարել ազատության սահմանափակման վերաբերյալ միջնորդությունը, արդեն իհարկե դատարանը քննության առարկա կդարձնի այս հարցը։ Այո, երկու միջնորդություններ, քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալ, մի հետաքրքիր հանգամանք էլ ասեմ ձեզ։ Խորին հարգանքով ցանկացած աշխատանքին, բայց այո, զուտ ուղղակի որ աշխատանքը ընդգծեցիք, դրա համար ուզեցա նշել, մի հետաքրքիր հանգամանք էլ նշեմ, ձեզանից որևէ մեկը կարծես դրանից տեղեկացված չէր, մեղադրանքը վերաբերում է նախապատրաստությանը։ Այո, նախապատրաստություն։ Չգիտեմ, անկեղծորեն չգիտեմ ինչնա, որովհետև մեղադրանքից ընդհանրապես դա հասկանալի չէր, բայց ստացվում է մեղադրանքը նախապատրաստության մասին է, մեղադրանքի բովանդակությունը բացառապես կարելի է համարել քաղաքական նպատակ ունի, բովանդակությունն էլ բացակայում։ Այսինքն ես նման միջնորդություն չէի տեսել։ Ամեն դեպքում գործունեությանս որոշակի փորձը վկայակոչելով կրկին եմ ուզում ասել, ես նման միջնորդություն չէի տեսել, ես չեմ տեսել դեպք, որ անձը հենց քննչականի նախաձեռնությամբ գործի բոլոր հանգամանքները իմանա։ Հիմա լրագրողներից մեկը արդեն վկայակոչում էր գործով առանցքային կարգավիճակ ունեցող անձին։ Դրա մասին գիտեն բոլորը։ Դրա մասին գիտի Ղազենյան, այո, դա է։ Ղազենյան Դավիթը շատ լավ տեղեկացված էր դրա մասին։ Ոչ խոչընդոտել է, ոչ թաքնվել է, ոչ առավել եւս նորանցանք է կատարել։ Մի կարևոր հանգամանք էլ նշեմ, քանի որ միջնորդությունը ներկայացվել էր հեռավոր 2026 թվականի հունիսի 6-ին, այս միջնորդության մեջ օրինակ վկայակոչվում էր, որ դեռ հունիսի 7-ին ընտրություններ են լինելու։ Շատ կարևոր էր դա, ամեն դեպքում կարծում եմ շատ բարձր իրավաբանության նշաձող է սահմանված, իսկ ԿԸՀ-ն հերթական անգամ նվաճում է իրավաբանության կործանման նոր նշաձողերը։ Իսկ այս միջնորդության շրջանակներում գործի այսպես էությունը քննվեց, օրինակ Դավիթ Ղազենյանի դեմ ոչ մի տվյալ չկար, նույն Ղազենյան Դավիթի վերաբերյալ էլ ոչ մի տվյալ չկար։ Ես մի առիթով դա ասել եմ, հիմա պատկերացրեք, մենք ձեզանից որևէ մեկի հետ առանձին զանգեմ հեռախոսակապով զրուցենք ու պատմենք, թե քաղաքացիական պայմանագրից ինչ որ մի ներկայացուցիչ, ինչ որ մի գործողություն է անում։ Կասեք հավանականությունը որքան է, որ այդ անձին դրա համար հերիք չի մեղադրանք կառաջադրեն, մի հատ է կալանքի հարց կբարձրացնեն։ 0 է, չէ՞, բայց այ Ղազենյան Դավիթի դեպքում ճիշտ հակառակը։ Ինչպես։ Եկեք նույն վարժությունը իրար հետ քիչ հետո անենք, էլի։ Մի հատ այտենց քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչի վերաբերյալ անենք։ Ինչի օրինակ ստացվում է Ղազենյան Դավիթին կյանքում որևէ կերպ չճանաչած մարդը կարա տենց խոսակցություն ունենա ու դա դառնա հերիք չի մեղադրանքի հիմք, որտեվ իդեպ ես չեմ ասում, ես ասում եմ քրեական վարույթ կարող են նախաձեռնել, կարող են եղանակի վատ լինելու առթիվ էլ քրեական վարույթ նախաձեռնեն, որտեվ պայմանականորեն մեկը միջամտել է եղանակին։ Բայց հարցը նրանում է, որ դու արդեն մեղադրանք ես առաջադրում, դրա ապացուցման շեմը պետք է լինի բարձր։ Երբ կալանքի միջնորդություն ես ներկայացում, դրա շեմը պետք է լինի էլ ավելի բարձր։ Մենք խոսում ենք 0 հիմնավորման մասին, բայց այդ բոլոր այդ շեմերի հաղթահարման մասին։ Իդեպ, բայց կրկին ԿԸՀ-ի մասին ենք խոսում, այն նույն ԿԸՀ-ի, որը օրենսգրքով ուղիղ գրված վերաքվեարկության պարտականությունը չի կատարում։ Իդեպ ես նկատել եմ նաև, որ շատ հստակ գնահատականներ նույնիսկ կանխատեսելի աղբյուրներից են գալիս ԿԸՀ գործունեության վերաբերյալ, հետևաբար կարծում եմ այս կառույցին պետք է պարզապես անտեսել։